Ինչա, էդի ճիշտ է։ Ինչ ասեմ, աղջիկ ջան։ Այնքան վատ բաներ ա կատարվում շուրջս, գիս որը կապեմ ինչի հետ։ Իս ինչա, իսի արհավիրք կա, արհավիրք կարելի անվանել։ Ինչպեսի աշակերտ էր Վոլոդյա Գրիգորյանը։ Շատ լավ, ընտիր, բայց ձեզ թվում է ես ինչի եմ եկել։ Ցուցիչն եք եղել։ Այո, Ձեր անունը ինչ է կներեք։ Գևորգյան Շողիկ, Իսկ ինչ եք դասում։ մաթեմատիկա, 4 դասանից մինչև 10 դասան 10 եմ տվել։ Ինչպես կնկարագրեք Տիկին Գևորգյան, գիտեմ որ հուզմունք խմվեց է ամեն դեպքում, որպեսզի մեր դիտողներն էլ ճանաչեն Վոլոդյա Գրիգորյանի մարդ տեսակը։ Ընտիր մարդ տեսակ, ոչ մի թերություն չուներ ինքը, ոչ մի խելոք, խելացի, բանիմաց, կիրթ, պահելու ձև է իրա։ Եթե մի բան էլ թերանում էր, կատակի էինք տալիս անցնում էր, այնքան լավ մարդ էր։ Լավ էր սովորում, ձեր առարկան։ Ոչինչ, ես իրան 4 եմ գնահատել։ Այն ժամանակ 5 բալանոց էր, ես իրան 4 եմ գնահատել։ Բայց վարքով ու մարդտեսակով երևի Վարքով ասելու բան չի։ Ընտիր, համեստ։ Ես մի անգամ եկա գյուղապետարան, նստած կանոնավոր սպասում էի, որ հերթս գա մտնեմ իր մոտ, դուռը բացեց ու անմիջապես ասեց ընկեր Գևորգյան, եկեք ներս։ Ասեցի ինձանից առաջ մարդիկ տան, ասեց ոչինչ դուք եկեք։ Հարգանքը այնքան մեծ էր, այնքան մեծ։ Այս 5-6 ամիսների ընթացքում ասում եմ բավականին մեծ աշխատանք է կատարել։ Շատ, ինչ որ դուք տեսել եք։ Որ ես տեսել եմ հենց մանկապարտեզները անվճար, այո։ Գյուղում ինչքան թերություններ կար, ուղարկում էր վերացնում էին։ Գյուղապետարանով էր տեսել տենց տուալետից բռնացրած կներեք, ամեն ինչը նորմալ վիճակի մեջ ա դրել, շատ նրբանկատ։ Ես հիշում եմ մի դեպք, որ իմ դասարանը ռեմոնտ արած չէր, մրոտ պատերով դասարան էր։ Զանգեցի, ասեցի, Վալոդյա, իմ դասարանը սենց վիճակում ա, ես տեղ չեմ ոնց մտնեմ, աշակերտներից ոնց տանեմ, ասեց հոգ մի արեք ընկեր Գևորգյան, մի շաբաթվա ընթացքում ռեմոնտ արեց իր ուժերով, այն ժամանակ գյուղապետ չէր։ Այսինքն նույնիսկ գյուղապետ չլինելով համայնքի ինքը ձեռք էր մեկնում, հա։ Լուրի մասին ինչպես տեղեկացաք։ Այդ ցավալի լուրի մասին իմ ընկերուհին զանգեց, որը ապրում է իրանց կարելի ասել հարևանությամբ։ Դուք Մերձավանից եք։ Ես Մերձավանից չեմ։ Ես Փարաքար համայնքից եմ, բայց աշխատել եմ 40 տարի Մերձավանում, դեռ ավել 42 տարի։ Զանգեց տեղեկացրեց, հա։ Իսկ դիմակավորված անձի հետ կապված մինչև այս պահը ձերբակալված անձ չկա, դիմակավորված անձը կարծես թե անհետացել։ Աղջիկ ջան, քեզ ինչ ա թվում, որ ուզենան այդ դիմակավորված անձին բռնեն։ Ինչքան ժամանակ ա տևելու։ Թող մի օր, ես չգիտեմ ուզում են, որ ուզեն կբռնեն։ Իսկ ինչը կարող է լինել նման արարքի դրդապատճառը։ Այդ չեմ կարող ասել։ Ինքը ոչ մեկին վատություն չէր անի։ Թշնամիներ չուներ, որը Չուներ, չէ, տենց բան չկար։ Շնորհակալ եմ Տիկին Գևորգյան։ Ցավակցում եմ։